Բայց հիմա էլ եմ ասում, բա մարդը Bentley ունենա, Mercedes-Benz ունենա, միլիոններ ունենա, անշարժ գույքեր ունենա, 1000 ներողություն սիրուհիներ ունենա ու հանրությանը հաշվետվություն չտա, խելագարեք, չի կարող լինի տենց բան, չի լինելու։ Եկեղեցու դեմ պայքար մղում են Կտրիչ Ներսիսյանը, Սամվել Խաչատրյանը եւ իրանց նման այլ ապա հոգեվոր մարդիկ, ովքեր ըստ էության կալանքի տակ են պահում մայրաթոռը։ Մենք Հայաստանի կառավարությունը եւ քաղաքական մեծամասնությունը եկեղեցու դեմ չի կարող արշավ անել, որովհետեւ եկեղեցին իր հավատավոր հոտով է եկեղեցի։ Մենք Հայաստանի այս առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ ենք, մենք չենք կարող ինքներս մեր դեմ պայքարել։ Այդ Կտրիչ Ներսիսյանն է, որ Հայաստանի այս առաքելական եկեղեցու հետևորդ չի։ Բայց քրիստոնեության ամենակարևոր առանձնահատկությունը ինքնահայեցումն է։ Բայց ասում եմ, հա, բրիֆինգում էլ ասացի։ Ես գնում եմ խորանի առաջ ծնկի եմ գալիս եւ մեղքերիս համար թողություն եմ խնդրում։ Այդ ձեր նույն նշած եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել, որտեղ ասում են մեր մեղքն էլ ենք ընդունում, բանի ընդունված իրավիճակի վերաբերյալ։ Ես էլ իմ մեղքն եմ ընդունում, բոլորս մեր մեղքն ենք։ Դա է քրիստոնեությունը։ Եվ ոչ թե հոխորտալը, եւ ոչ թե կեղծիքներ անելը, եւ ոչ թե բաների վրա քրեական ենթամշակույթի վրա հիմնվելով փորձել ինչ-որ բան անելը։ Ինչ վերաբերում է կոմպրոմատին, ամենամեծ կոմպրոմատը Կտրիչ Ներսիսյանի ու իր աղբորը վրա է։ Ինչ կոմպրոմատի մասին է խոսքը։ Ինչ կոմպրոմատի մասին է խոսքը։ Որ կոմպրոմատով Կտրիչ Ներսիսյանի եղբայրը ասում եմ ԿԳԲ-ի գործակալ է։ Դրանից ավելի մեծ բան կոմպրոմատ ուզում եք։ Ինչ ավելի մեծ կոմպրոմատ կարա լինի որևէ հոգևորականի նկատմամբ։ Կտրիչ Ներսիսյանը միջև այսօր ինչ կոմպրոմատ։ Միջև այսօր չի ասել վերջին քաղցիկ ունի թե չունի։ Եթե ունի, այդ համատեղելի է իր կարգավիճակի հետ, թե համատեղելի չի։ Հայաստանի առաքելական եկեղեցու դեմ դուք եք պայքար մղում։ Բա այդ եպիսկոպոսները Հայաստանի առաքելական եկեղեցի չեն, բա այդ ինչ ձև եք խոսում, այդ ինչ ոճաբանությամբ եք խոսում, այդ ինչ բառապաշարով եք խոսում։